Եվ կներեք էլի եւ շարունակելով գործընկերներից, եթե կարելի է, ես կարծում եմ, որ աննախադեպ ծավալի աշխատանք է տարվել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ու ես ուղղակի ծիծաղելի եմ համարում, որքան հասկանում ենք, այս պայդրությամբ ուժեղ Հայաստան կուսակցությունից ընտրակաշառքի համար չեն ձերբակալվել երևի թե 7-8 հոգի, ճիշտ եմ հասկանում։ Ու դրանցից մեկը ասուլիս է տալի, ասում է, գիտեք ինչ, ԿՊ-ի վստահված անձը քարտեզիկով մտել է ընտրատեղամաս, երևի 80 միլիոն դոլարի ընտրակաշառք է դարձել, իսկ իրավապահները բռնել, ասում է, քարտեզը կրծքին մտել է ընտրատեղամաս, Ժողովուրդ ջան, սա լուրջ չի, ու ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացուն, ով որ գտնում է, որ իր ձայնը, իր արժանապատվությունը, իր հայրենիքը փողով վաճառքի ենթակա չի, հենց հիմա վեր կենա ու գնա ընտրատեղամաս ու թույլ չտա, որպեսզի իր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական հայրենիքը ծախել 40,000, 100,000, 150,000, էլ ինչ գներ կար այդ price list-ում կար։ Այդ price list-ով պատրաստ չի իր հայրենիքը ծախել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի որոշողը դու ես եւ ոչ թե ընտրակաշառքով քվեարկողները եւ կամ Ռուսաստանից եկող ու այս պայն այն մարդը այս ժամին արդեն պետք է հետ գնացած լիներ, չէ՞ կարծեմ են։ Երեկոյան 7-ի դեռ 3 ժամ, բայց հիմա օդանավական ճանապարհն է երևի։ Հա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար